Շրջակա միջավայրի նախարարությունը հետևում է հանրապետությունում օդի որակին։ Այն ունի մի քանի տասնյակ նմուշարման շարժական կայաններ Հայաստանի 10 համայնքում։ Սյունիքում դրանք տեղակայված են Կապանում եւ Քաջարանում։ Կապանում ու Քաջարանում ունենք ընդհանուր 11 նմուշ Կապանում է փակցում, 15 նմուշ էլ Քաջարան քաղաքում է կպցում։ 15 օր մենք գալիս ենք, նմուշները վերցնում ենք եւ տանում ենք, փոխում ենք։ Նմուշները մեր մոտ է լինում։ Նորերը կպցնում ենք, հներն էլ հանում ենք, փաթեթավորում, ուղարկում Երևան։ 2025-ն առանձնացավ տեղումների ցածր ցուցանիշով, դա վատ ազդեցություն է ունեցել մթնոլորտային օդի որակի վրա, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքում։ Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանի խոսքով, անկախ նրանից, որ Քաջարանը հանքարդյունաբերական համայնք է, մայրաքաղաքի հետ համեմատելիս պարզ է, որ այստեղ օդը շատ ավելի քիչ աղտոտված է։ Ընդհանուր առմամբ մենք ծծմբի եւ ազոտի երկօքսիդներով շատ բարձր կոնցենտրացիաներ Կապանում եւ Քաջարանում ըստ մեր տվյալների չենք ունենում, այսինքն բարձր ասելով շեմը չի հատում, այսինքն սահմանային թույլատրելի կոնցենտրացիա հասկացողություն ունի շեմ, որից բարձրը արդեն համարվում է աղտոտված, ըստ կառավարության 169 որոշման, դա ծծմբի երկօքսիդի համար 50 միկրոգրամ մետր խորանարդն է, ազոտի երկօքսիդի համար 40 միկրոգրամ մետր խորանարդ է։ Սակայն հիմնականում մենք ունենում ենք ավելի ցածր կոնցենտրացիաներ։ Հիդրոթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կայքում կարելի է տեսնել ամփոփ տվյալներ Քաջարանի օդում ազոտի երկօքսիդի եւ ծծմբի երկօքսիդի վերաբերյալ։ Լեռնագործների քաղաքին վերաբերող վերջին տվյալները հոկտեմբերինն են։ 2025-ի 10-րդ ամսում մայրաքաղաքում հատկապես շատ բարձր են եղել ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաները, հասնելով մինչև 60 միկրոգրամ մետր խորանարդ ցուցանիշի։ Այնինչ Քաջարանի 1 խորանարդ մետր օդում ընդամենը 12 միկրոգրամ ազոտի երկօքսիդ է եղել։ Բնական է, որ ծծմբի եւ ազոտի երկօքսիդները հնարավոր է, որ բարձր չլինեն կոնցենտրացիաները, որովհետեւ այդ դեպքում իրականացվում է հարստացման process, ոչ թե բարձր ջերմաստիճանային այրում, ձուլում եւ այդ դեպքում ծծմբի երկօքսիդը կոնկրետ կարող է կոնցենտրատում մնալ եւ որպես գազ չարտանետվել եւ բացի դրանից բաց տարածությամբ այդ հանքերի ռելիեֆով պայմանավորված կարող է այդ գազերը շատ հեշտ ցրվել ու մաքրվել։ Դրա համար բնական է, որ ծծմբի եւ ազոտի երկօքսիդներով հնարավոր է, որ գերազանցումներ շատ անգամ չտեսնենք։ Գոհար Հակոբյանի խոսքով շրջակա միջավայրի նախարարությունը հանքագործների համայնքում փոշու մոնիթորինգ դեռևս չի անում։ Բացը լրացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ձեռնարկության բնապահպանները 24/7 ռեժիմով հետևում են մթնոլորտային օդում փոշու առկայությանը։ Վերջին սերնդի սարքավորումները Քաջարանի օդում PM2.5 եւ PM10 մասնիկների, ինչպես նաեւ մի շարք այլ տարրերի վերաբերյալ տեղեկությունն առցանց փոխանցում են։ Եթե տվյալը հատում է սահմանաչափը, ապա այդ հատվածը ցույց տվող տողը մոնիթորին նույն պահին կարմրում է։ Այս պահին ցույց տամ Քաջարանի թիվ 2 մանկապարտեզի հենց առցանց տվյալներն են, որտեղ չափվում է PM2.5, PM10 քամու ուղղությունը եւ տվյալները ասեմ էլի որ կանանչա, այսինքն ինքը նորմայի մեջ է այս պահին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպաններն ամփոփում են թե օրական, թե ամսական, թե տարեկան տվյալները։ Մթնոլորտային օդում PM2.5 եւ PM10 մասնիկների բարձր պարունակություն արձանագրվում է, բայց այն հազվադեպ է հատում թույլատրելի սահմանաչափը։ Այսպիսով 2025 թվականի նոյեմբերին, որն առանձնացավ բացառիկ չոր եղանակով, Քաջարանում PM2.5-ի միջին ցուցանիշը եղել է 0.159 հարյուրորդական միկրոգրամ մետր խորանարդ։ Գրանցվել է խախտման 1 դեպք, երբ օդի որակի ցուցիչը գերազանցել է թույլատրելի առավելագույնը շատ կարճ ժամանակով։ Սկսեմ նրանից, որ ԶՊՄԿ բնապահպանության բաժինը շատ վաղուց անում է մի շարք տարբեր ցուցանիշների հետ կապված մոնիթորինգ աշխատանքներ եւ հանքարդյունաբերության ոլորտում առանց բնապահպանական մոնիթորինգի անհնար է, որտեղ այդ տվյալները բազմաթիվ տեղեր օգտագործվում են։ Դրանցից ամենաառաջնայինները օդի ջրի եւ հողինն են, քանի որ ձեր այսօրվա թեման վերաբերվում է օդի որակին, նշեմ, որ
Բացի մեր արտադրական տարածքներում, Քաջարան համայնքում 3 տեղ ունենք օդի որակի չափման ստացիոնար սարքեր։ Կցանկանամ անպայման նշել, որ սարքերի ընտրությունը պատահական չէ, սարքերը ձեռք են բերվել համաշխարհային 2 մեծ խորհրդատվական ընկերությունների ուսումնասիրությունից եւ նրանց աշխատանքից հետո մեզ տրամադրել են, թե ինչ չափորոշիչների սարքեր պետք է ձեռք բերվի։ Կարևոր է հետևել ոչ միայն փոշու քանակին, այլ նաև պարունակությանը։ Փոշու համեմատաբար խոշոր մասնիկները վնասակարությամբ զիջում են մանր մինչև 2.5 միկրոն մասնիկներին, քանի որ դրանք կարող են անցնել մարդու շնչառական ուղիներով եւ հասնել թոքեր։ Փոշու արտանետման նվազեցումն առաջնահերթություն է վստահեցնում են ձեռնարկության բնապահպանները։ Այդ նպատակով բացանքի ամբողջ տարածքում շուրջօրյա աշխատում են ջրցան մեքենաները։ Փոշեճնշիչ մառախուղային թնդանոթների դերը եւս հնարավոր չէ թերագնահատել։ Տիգրան Հիբադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։